Դու իսկապես կզարմանաս, եթե իմանաս, որ աղմուկը նույնքան, եթե ոչ ավել վնաս է պատճառում մարդուն, որքան աղբը։ Այս ոդքասթի ընթացքում մենք կխոսենք աղմուկի վնասակար ազդեցության մասին մեր հոգեկան և ֆիզիկական առողջության վրա, ինչպես նաև կխոսենք 5 կարևոր քայլերի մասին, որոնք կօգնեն մեզ ձեռքբազատվել աղմուկից և վերագտնել ներքին անդորրը, հասնել լռության, որը օգտակար կարող է լինել մեզ համար։ Ես խոստանում եմ, որ այս ոդքասթը իսկապես հետաքրքիր և օգտակար կլինի ձեզ, ուրեմն մինչև վերջ մնացեք ինձ հետ։ Իսկ մինչ այդ չմոռանաս սեղմել լայքի կոճակը, որպեսզի այս և նման այլ տեսանյութերը հասանելի լինեն շատ ավելի մեծ լսարանին և այդ առումով օգտակար լինեն շատ մարդկանց։ Դու կարող ես նաև քո փորձառությամբ կիսվել մեկնաբանության պատուհանում, որովհետև քո փորձառությունը կարող է ինձ և մեկ ուրիշի համար օգտակար լինել։ Նաև չմոռանաս բաժանորդագրվել այս ալիքին, որպեսզի բաց չթողես նմանօրինակ օգտակար այլ նյութեր։ Իհարկե դու պարտավոր չես դա անել, բայց եթե դա իսկապես արեցիր, ես անձամբ շնորհակալ կլինեմ քեզ։ Վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգներում բացահայտեցին, որ աղբից ու թափոններից, վնասակար թափոններից բացի մարկությանը և միջավայրի համար խիստ վտանգավոր է նաև աղմուկը։ Այդ իսկ պատճառով տարբեր քաղաքներում Միացյալ Նահանգների աղմուկի չափման գործիքներ տեղադրեցին, սարքեր տեղադրեցին, որոնք պետք է չափեին օրվա որոշակի ժամերի դեցիբելների բարձրությունը։ Արդյունքում աղմուկի որոշակի չափ սահմանվեց, բարձրության չափ սահմանվեց և այդ չափը գերազանցելու համար մարդկանց կամ աղմուկի առաջացման օբյեկտին տուգանում էին։ Նույնը և Եվրոպայի որոշ քաղաքներում է, որտեղ երեկոյան 10-ից հետո թռիչքները արգելված են։ Ինչու՞, որպեսզի մարդկանց քունը, խաղաղ միջավայրը, հանգիստը չխաթարվի։ Մեզ համար գուցե դա տարօրինակ լինի և մեր ծիծաղը հարուցի, բայց իրականում գիտականորեն ապացուցված փաստ է, որ աղմուկը խաթարում է մարդու ոչ միայն հանգիստը, այլև քայքայում է նրա առողջությունը։ Եկեք իսկապես խոստովանենք, որ մենք հայերս, հատկապես հայաստանցիներս, ամենևին չենք ապրում անաղմուկ միջավայրում։ Հատկապես քաղաքաբնակները կարող են դա ասել և փաստել, որ մեր միջավայրը աղմուկոտ միջավայր է։ Աղմուկ կա փողոցում, աղմուկ կա տարբեր հաստատություններում, աղմուկի աղբյուր են այսօր նաև ռեստորանները, որտեղ կարող է մինչև գիշերվա 2-ը իրենց աղմուկը պարտադրեն շրջապատում ապրող մարդկանց, առանց հաշվի առնելու, որ դա կարող է մարդկանց հոգեկանի վրա ազդել, մարդկանց քունը կարող է խանգարել և խաթարել, բնավ որոշներին դա չի հետաքրքրում։ Եկեք նաև խոստովանենք, որ կան մարդիկ, ովքեր պարտադրում են իրենց թե ուրախությունը և թե սուգը ուրիշներին։ Այսինքն եթե մեկը ուրախանում է, պիտի աղմկի, պիտի ձայն բարձրացնի, պիտի հրավառություն անի գիշերվա ժամը 12-ին կամ 2-ին, նա պարտադրում է, որ ուրիշներն էլ կարծես մասնակից լինեն իր միջոցառմանը։ Արդյունքում մարդը ոչ միայն ուրախանում է, այլև աղմկում է և դրանով խաթարում է ուրիշների հոգեկան և ֆիզիկական առողջությունը։ Անգամ մեր հարսանիքները, խնջույքները, միջոցառումները անաղմուկ չեն անցնում։ Իհարկե, երբ որ մարդիկ ուրախանում են, պարզ է պետք է ձայն լինի, ցնծություն լինի, պար եղանակ լինի, բայց նորից եկեք խոստովանենք, որ մեր միջոցառումները բավականին բարձր ձայնի ներքո են անցնում։ Ես ունեմ խելացի ժամացույց, որ շատ անգամ ինձ հուշում է, եթե ես որոշ ժամանակով շարունակեմ մնալ այդ միջավայրում, ապա հնարավոր է կարճաժամկետ ձևով իմ լսողությունը տուժի, իսկ եթե շատ ավելի երկար ժամանակով մնամ այդ միջավայրում, ապա երկարաժամկետ առումով գուցե և անդառնալի կերպով իմ լսողությունը խանգարվի։ Բայց հարցը միայն ֆիզիկական լսողության և աղմուկի մասին չէ։ Հարցը նաև այն է, որ այդ աղմուկը վերածվում է աղբի մեր ներսում, և այդ աղմուկը տեղափոխվում է դրսից դեպի մեր հոգեկան աշխարհ, մեր մտավոր աշխարհ և դառնում է խանգարիչ հանգամանք։ Այն սկսում է խանգարել մեր մտքերի
եւ հոգեկան ներդաշնակությանը, մենք չենք կարողանում պատշաճ ձևով կենտրոնանալ հանձնարարության վրա, մեր անելիքների վրա, մեր մտքերի վրա, խլացնում ենք մեր ներքին ձայնը, չենք կարողանում այլևս զանազանել որն է դրսի ձայնը, որն է ներսի ձայնը, հետևաբար այդ աղմուկը վերածվում է աղբի։ Կա նաև տեղեկատվական աղմուկ եւ աղբ, որը մեր ուղեղ է ներթափանցում սոցիալական ցանցերի միջոցով։ Դրանք գրոհում են մեզ, ներխուժում են մեր մեջ եւ սկսում են աղմկել մեր ներսում, խանգարելով մեր հոգեկան անդորը, հանգիստը, գողանալով մեր խաղաղությունը եւ անգամ անքնություն առաջացնելով մեր մեջ։ Այս առումով տեղեկատվական աղմուկը դարձել է աղբ ներկա սերունդի համար։ Մենք գերհագեցած ենք, բայց ոչ գոհ, տեղեկացված ենք, բայց ոչ կողմնորոշված։ Երբեք գիտելիքը այսքան հասու չի եղել մեզ, երբեք գիտելիքը այսքան շատ չի եղել, բայց եկեք խոստովանենք նաև, որ տգետների պակասություն չունենք։ Ինֆորմացիան առատ է, բայց պակաս է խաղաղությունը, որովհետև այս ինֆորմացիոն աղմուկը շատ անգամ ինֆորմացիոն աղբի է վերածվում մեր ներսում եւ ախտահարում է մեր ամբողջ հոգեկան աշխարհը։ Գիտությունն այս առումով հստակ է։ Ուղեղն ունի սահմանափակ ռեսուրս ինֆորմացիա մշակելու համար։ Ըստ վերջերս կատարած նյարդաբանական ուսումնասիրության, մարդու ուղեղը մեկ օրվա ընթացքում ի վիճակի է վերամշակել, վերլուծել 74 գիգաբայթին հավասար տեղեկատվություն, ինչը հավասար է մոտավորապես 12 ֆիլմ դիտելուն եւ 100,000 բառ լսելուն կամ կարդալուն։ Այս տվյալները ցույց են տալիս, որ մարդու ուղեղը, հատկապես 21-րդ դարի մարդու ուղեղը որքան ծանրաբեռնված է եւ որքան այդ ուղեղը կարիք ունի լիցքաթափման եւ լռության։ Դրանից ավել ինֆորմացիան կարող է հանգեցնել մարդու ուղեղի մթագնմանը, երբ որ մարդը ապակողնորոշվում է, ուղեղն այլևս առաջվա նման կտրուկ չի աշխատում, նա կորցնում է իր ողջախոհությունը, հետևաբար նաև սխալ որոշումներ կարող է կայացնել։ Տեսեք, ուրեմն նման տեղեկատվական աղմուկը եւ աղբը որքան վնասակար են մեզ համար, ոչ միայն ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ են առաջացնում, այլև մեր կյանքի որակն է տուժում դրանից։ Հիմա, ինչ հետևանքներով է այս ամենը հղի։ Արդյունքում ուղեղի ճանաչողական որոշումների կայացման կենտրոնը գերծանրաբեռնվում է եւ մարդու մոտ աշխարհընկալման եւ իրավիճակի ընկալման լուրջ խնդիրներ կարող են առաջանալ։ Արդյունքում մարդը ձեռք է բերում անհանգստություն եւ ֆունկցիոնալ դեպրեսիայի ցուցանիշների աճ է արձանագրվում։ Այնուհետև մարդիկ սկսում են չտարբերակել իրական ձայնը արտաքին ձայնից, իրենց ներքին ձայնը դրսի ձայնից։ Մտային եւ նյարդային խանգարումներ են առաջանում, ինչը եւ հանգեցնում է զարկերակային ճնշման բարձրացման եւ սրտանոթային տարբեր խնդիրների առաջացման, նաև հիվանդությունների առաջացման։ Հետևաբար տեղեկատվական աղմուկը, որը աղբ է, նույն քայքայիչ հետևանքն ունի մարդու կյանքում, ինչը սննդային թունավորումը։ Ձեր մոտ երբևէ սննդային թունավորում եղել է։ Կարող եք մեկնաբանությունների մեջ գրել, թե ինչ ապրումներ եք ունեցել այդ ժամանակ, բայց չեմ զարմանա, եթե գրեք, որ ուղեղի մթագնում է եղել։ Կողմնորոշվելու հատկությունն է կորցրել, չեք կարողացել մտասևեռվել, չեք կարողացել որոշումներ կայացնել, որովհետև ձեր ներսում մի ներքին տագնապ է սկսել, ֆունկցիոնալ խանգարումներ են առաջանում։ Նույն բանն էլ տեղի է ունենում մարդու հետ տեղեկատվական աղմուկի ժամանակ, երբ որ նրա ներսում անընդհատ ձայներ կան, աղմուկ կա։ Մարդը այլևս չի կարողանում վերջ-վերջո զանազանել, սա օգտակար է, թե անօգտակար է, սա ինձ ինչ-որ մի բան կտա, թե ինձանից միայն կարող է խլել։ Դրա համար մարդը առանց ստուգելու, առանց զանազանելու ամեն ինֆորմացիա թույլ է տալիս, որ թափանցի իր ներս։ Բայց արդյունքում հոգեկան լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, մտային խնդիրներ, խաղաղության եւ կենտրոնացման կորուստ եւ ուշադրության անկում։
Հիմա ուզում եմ խոսել լռության հոգևոր ուժի մասին։ Այո, լռության մեջ հոգևոր ուժ կա։ Եվ այդ մասին Աստվածաշունչն է մեզ ասում։ Երրորդ Թագավորաց 19-րդ գլխում մենք կարդում ենք մի զորավոր մարգարեի մասին, որի անունն էր Եղիա։ Շատերից գուցե քաջ հայտնի լինի։ Եղիան իր մարգարեություններով, իր հավատքով երկնքից կրակ իջեցրեց, մի խոսքով տեսնում ենք քաջ եւ ամրակուր մի տղամարդ։ Բայց 19-րդ գլխում տեսնում ենք, որ Եղիան կարծես կոտրվեց, երբ նրան լուր հասավ, որ Թագուհի Հեզաբելը որոնում է, որպիսի գլխատի մարգարեին։ Հիասթափված, հոգնած, Եղիան գնաց Աստծո Քորեբ լեռը կամ Սիոն սարը, որպիսի իր ներքին հույզերը բերի Աստծո առաջ։ Անգամ գրված է, որ մարգարեն նստեց մի գիհու տակ, մի ծառի տակ եւ սրտանց ուզեց, որ մեռնի։ Նա կարծես հոգնած վիճակում էր, հուսահատ վիճակում էր գտնվում։ Եվ հետաքրքիր փորձառություն ունեցավ Եղիան այդտեղ։ Երրորդ Թագավորաց 19-րդ գլխի մեջ հետևյալն է գրված, որ ինչ որ տարերքներ եղան, ասում է 12-րդ խոսքը երկրաշարժ եղավ եւ երկրաշարժից հետո կրակ, բայց Տերը կրակի մեջ չէր եւ կրակից հետո մի մեղմ ու նուրբ ձայն հնչեց։ Նախքան դա էլ եղավ փոթորիկ, քամի, ինչ որ տարերային մի վիճակ։ Եղանակը կտրուկ փոխվեց, ձայն, շառաչյուն, աղմուկ, բայց գրված է, որ Աստված այդ ամենի մեջ չէր։ Եվ հետո, երբ որ լռություն եղավ եւ մի մեղմ զեփյուռ փչեց, Աստված մեղմաբար խոսեց մարգարեի հետ եւ վերականգնեց նրա հոգին եւ միտքը։ Ինչ է մեզ հուշում այս պատմությունը։ Որ շատ անգամ Աստված մեզ հետ խոսում է հենց լռության ժամանակ, երբեմն լռության միջոցով էլ, բայց շատ անգամ լռության մեջ։ Մենք երբեմն սպասում ենք, որ Աստված պետք է խոսի ինչ-որ մի ցնցող, շարժող բաների միջոցով։ Դրա համար աղաղակում ենք, ձայն ենք բարձրացնում, սպասում ենք, որ մի աշխարհացունց իրադարձություն կլինի, որ լսենք Աստծո ձայնը։ Բայց այս պատմությունը մեզ հուշում է, որ միշտ չի, որ Աստված այդպես է խոսում, բայց շատ անգամ Աստված խոսում է հանդարտ, լուռ միջավայրի մեջ։ Հետևաբար մենք էլ կարիք ունենք նման միջավայրի, լռեցնելու ներքին եւ արտաքին ձայները, որպիսի կարողանանք զանազանել Աստծո ձայնը։ Շատերը տրտնջում են, բողոքում են եւ ասում են Աստված ինձ հետ չի խոսում, Աստված լուռ է։ Բայց իրականում Աստված սպասում է, երբ պետք է լռեցնես քո ներսի աղմուկը, որը իրականում աղբ է, որպիսի զանազանես իր մեղմ եւ քնքուշ ձայնը։ 62 Սաղմոսի առաջին խոսքում Դավիթ թագավորը լռության մասին հետևյալն ասաց. Հիրավի, իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստծուն։ Ինչ գեղեցիկ նկարագիր։ Մենք շատ անգամ, երբ որ սպասում ենք Աստծուն, չենք կարողանում լուռ սպասել նրան, բայց սա էլ արվեստ է, սա էլ հոգևոր հմտություն է եւ դաստիարակություն։ Մենք շատ անգամ գնում ենք Աստծո ներկայության մեջ մեր աղմուկով, մեր ձայնով եւ անգամ փորձում ենք մեր ձայնի տոնայնությամբ շահել Աստծո ուշադրությունը եւ մտածում ենք, որ այդ կերպ Աստծո խղճահարությունը կշարժենք մեր հանդեպ։ Բայց Դավիթը իր տագնապների մեջ սովոր էր գնալ Աստծո ներկայության մեջ եւ հետեւյալ հոգևոր վարժությունն անել. Հիրավի իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստծուն։ Այո, երբ որ մենք լռության մեջ սովորենք սպասել Աստծուն, նա կգա, եւ երբ որ նա գա, մենք կզանազանենք նրա ձայնը։ Երբ որ Աստված խոսի, մենք կհասկանանք։ Իսկ 46 Սաղմոսի 10-րդ խոսքում էլ Սաղմոսերքուն հետևյալն է ասում. ավելի շուտ Աստված է նրա միջոցով մեզ հորդորում. Լուռ մնացեք եւ ճանաչեք, որ ես եմ Աստվածը։ Սա Աստծո հորդորն է նաեւ մեզ։ Մենք շատ դեպքերում չենք սիրում լռությունը։ Լռությունը երբեմն վախեցնում է մարդուն։ 21-րդ դարի մարդը այնքան է սովորել աղմուկին, որ լռությունը նրան իրոք վախեցնում է։ Դրա համար շատ մարդիկ անգամ քնում են հեռուստացույցը միացած վիճակում։ Բայց այստեղ Աստված հետևյալն է ասում. լուռ մնա եւ ճանաչիր, որ
ես եմ Աստված։ Ինչու լուր մնալը կապ ունի մեր ճանաչողության հետ, որովհետև օտար ձայները եւ ներքին աղմուկը մթագնում է մեր ճանաչողությունը, խանգարում է մեզ, որ մենք ճանաչենք Աստծո մեծությունը եւ Աստծո գերիշխան լինելը մեր կյանքում։ Դրա համար այո, կարիք ունենք ինքներս մեզ էլ լռեցնելու եւ լսելու Աստծո ձայնը։ Հետևաբար պատգամը հետևյալն է. լռիր եւ լսիր։ Վերջիվերջո Սուրբ Հոգին չի գոռում, չի աղաղակում, նա մեղմ շշնջում է։ Հայտնություն գրքի մեջ 7 անգամ մենք կարդում ենք հետևյալը. ով ականջ ունի թող լսի, ինչ որ ասում է Աստծո Հոգին։ Աստծո Հոգին խոսում է, բայց նրան լսելու համար ականջ է պետք, հանդարտ սիրտ է պետք, անաղմուկ միջավայր է պետք։ Անգամ հիշում եք Տեր Հիսուսն էլ ասաց, որ եթե ուզում ես Աստծո հետ, քո երկնային Հոր հետ հաղորդակցվել, դու պետք է մտնես քո ներքին ծածուկ սենյակը եւ դուռը քո հետևից փակել եւ հաղորդակցվել Աստծո հետ այդ միջավայրի մեջ։ Սա շատ կարեւոր է, սա շատ գործնական է։ Աստծո հետ հաղորդակցության համար միջավայր է պետք։ Աստծո ձայնը լսելու համար լուռ միջավայր է պետք։ Տեր Հիսուսը գործնական բոլոր քայլերը մեզ հուշեց. մտիր քո ներքին սենյակը եւ արտաքին աշխարհի վրա քո դուռը փակիր, այսինքն լռեցրու ձայները, թույլ մի տուր, որ դրանք քեզ հետ միասին մտնեն Աստծո ներկայության մեջ, դրանք քեզ խանգարելու են։ Մտիր Աստծո ներկայության մեջ, դուռը փակիր։ Իսկ գիտեք այդ դուռը ինչն է։ Շատ անգամ այդ դուռը կարող է մեր ականջը լինել, մեր ականջները դուռ են, մեր աչքերը դուռ են։ Հետևաբար Աստծո ձայնը լսելու համար, Աստծո ներկայությունը վայելելու համար մեզ պետք է փակել մեր ականջների դռները եւ աչքերի դռները, որպեսզի մեր առջև բացվեն երկնքի եւ հոգեվոր աշխարհի դռները։ Հետևաբար լռությունը ոչ միայն հոգևոր զորություն ունի իր մեջ եւ ոչ միայն հոգևոր արժեք է պարունակում, այլև հոգեբանական եւ նյարդաբանական արժեք ունի։ Հարվարդի բժշկական դպրոցի եւ Սթենֆորդի համալսարանի միացյալ հետազոտության համաձայն օրվա մեջ ընդամենը 10 րոպե լռությունը ակտիվացնում է ուղեղի ինքնաճանաչման եւ հիշողության վերամշակման համակարգը։ Այսինքն 10 րոպե լռությունը օգնում է, որ մեր ուղեղը կարողանա զանազանել միջավայրը, զանազանել իրավիճակը, ճիշտ վերլուծություններ կատարել եւ վերամշակել այն ինֆորմացիան, որ թափանցում է մեր մեջ։ Այդ հետազոտությունների արդյունքում նաև պարզվեց, որ լռությունը կրճատում է կորտիզոլի, սթրեսի հորմոնի չափը մեր օրգանիզմի մեջ, ինչը կարևոր է։ Նաև լռությունը բարձրացնում է տրամադրության եւ կենտրոնացման մակարդակը։ Իսկ 21-րդ դարի մարդը շրջապատված այսքան տեղեկատվական տեխնոլոգիաներով եւ ինֆորմացիաներով եւ սարքավորումներով իսկապես կարիք ունի կենտրոնացման։ Հետևաբար լռությունը լավագույն օգնականն է մեզ այս հարցում։ Հոգեբանները լռությունը անվանում են մտքի եւ զգացմունքների վերամշակման լաբորատորիա։ Գուցե մի քիչ գիտական հնչի այս միտքը, ես հիմա ավելի այն կպարզաբանեմ։ Այսինքն, երբ որ դու լռության մեջ ես, այն օգնում է քո ուղեղին, որպեսզի վերլուծի ինֆորմացիան, վերամշակի ինֆորմացիան, տեսակավորի եւ ոչ օգտակարը, անպիտանը, վնասակարը դուրս թողնի։ Իսկ երբ որ մենք լուրջ ենք եւ անդադար մեր ներսում ձայներ են հնչում եւ աղմուկ ու աղաղակ կա, մենք չենք կարողանում զանազանել։ Հետևաբար ամեն մի վնասակար միտք, ամեն մի տոքսիկ գաղափար կարող է տեղ գտնել մեր մեջ եւ բուն դնել եւ ավելանալ, բազմանալ մեր մեջ, դրանով վնասելով մեզ, մթագնելով մեր գիտակցությունը։ Հիմա եկեք խոսենք այն 5 գործնական քայլերի մասին, որոնք օգնում են մեզ ձերբազատվել այդ աղմուկից, աղբից եւ վերականգնել մեր ներքին ներդաշնակությունը։ Քայլ առաջին. ստեղծիր լռության օրական միջավայր։ 10 րոպե կլինի, 15 րոպե կլինի, կարողանաս մի միջավայր ստեղծես, որտեղ առանց հեռախոսի, առանց կողմնակի ձայների կարողանաս պարզապես լուռ նստել եւ լսել
կենտրոնանալ Աստծո վրա, վերհիշել նրա կատարած գործերը քո կյանքում, առողջ մտքեր շրջանառել քո մեջ, բայց լռության մեջ։ Փորձիր ստեղծել լուռ միջավայր եւ ապահովել, որպեսզի քո միտքը կարողանա լիցքաթափվի ավելորդ բեռից եւ աղմուկից։ Մի հանճարեղ երաժիշտ մի ստեղծագործություն գրեց դաշնամուրի համար, որը կոչվում է 4.33։ Այդ ստեղծագործությունը տևում է 4 րոպե 33 վայրկյան։ Հիմա ես կասեմ, թե դա ինչ կապ ունի լռության հետ։ Եվ մի անգամ Եվրոպայում բացօթյա միջավայրում բնության գրկում համերգ կազմակերպեցին։ Դահլիճում ներկա են մարդիկ, բացօթյա դահլիճում բեմին դրված էր դաշնամուրը եւ ահա դաշնակահարը մոտեցավ դաշնամուրին, այն բացեց, նստեց եւ հիմա բոլորը սպասում են, որ դաշնակահարը պետք է ինչ-որ ստեղծագործություն նվագի։ Բայց նա լուռ էր։ Նրա ձեռքերը չէին սահում ստեղնաշարի վրայով եւ բոլորի մոտ մի տեսակ անհանգստություն առաջացավ։ Առաջի վայրկյաններին հանդիսատեսը լարվեց, մտածելով, որ մի բան այն չէ։ Բայց իրականում այդ ստեղծագործությունը կոչվում է 4.33, այսինքն 4 րոպե 33 վայրկյան լռություն։ Ստեղծագործության ամբողջ իմաստը հենց դա է։ Դաշնակահարը ոչինչ չի նվագում, նա 4 րոպե 33 վայրկյան լուռ նստում է դաշնամուրի առջև։ Եվ զարմանալի բան կատարվեց հանդիսատեսի հետ։ Հանկարծ նրանք սկսեցին լսել այնպիսի ձայներ, որոնք առաջ չէին լսում։ Քանի որ այդ բացօթյա դահլիճը բնության գրկում էր անտառում, նրանք սկսեցին լսել բնության ձայնը, օրինակ քամու եւ տերևների շոշափյունը, ձայնը։ Որոշ ժամանակ հետո լսեցին թռչունների գեղեցիկ դայլայլը, գեղեցիկ երգեցողությունը։ Այսինքն այնպիսի ձայներ, որոնք առաջ չէին կարողանում լսել։ Հենց այս ստեղծագործության իմաստն էլ դա է՝ օգնել հանդիսատեսին լսել այն ձայները, որը առաջ ինքը չէր նկատում, չէր լսում։ Գուցե ֆիզիկապես լսում էր, բայց ուշադիր չէր դրանց հանդեպ։ Աղմուկից ձերբազատվելու եւ լռությանը հասնելու երկրորդ քայլը թվային ծոմ սահմանիր կամ էլ ինֆորմացիոն դիետա։ Գուցե զարմանաս, ասես, էս ինչ էր, էս ինչ նոր բան էր թվային ծոմը։ Գուցե եւ մեր ունկնդիրների մեջ կան այդպիսի մարդիկ, ովքեր իսկապես դա արել են, օրինակ իրենց զրկել են սոցիալական ցանցերից, օրվա ընթացքում 1 ժամ, 2 ժամ, գուցե 1 օր, գուցե 1 շաբաթ։ Եթե այդպիսի մարդիկ կան, ապա կխնդրեմ մեկնաբանության պատոհանում կիսվել ձեր փորձառությամբ։ Հեշտ է եղել արդյոք ձեզ, ինչ արդյունքի եք հասել եւ ինչ խորհուրդ կտաք մեր դիտողներին։ Ուրեմն թվային ծոմ կամ տեղեկատվական դիետա։ Ամեն բան չի, որ մենք պետք է մեր ներսով ընկալենք եւ թույլ տանք, որ թափանցի մեր մեջ։ Հետևաբար օրվա որոշակի ժամերին կարող ես անջատել քո հեռախոսը, անջատել համացանցը, թույլ չտալ, որ կողմնակի աղմուկը քեզ շեղի։ Ես վստահեցնում եմ իմ անձնական փորձից կտեսնես արդյունքը չի ուշանա եւ բավականին դրական արդյունք կառաջանա։ Աղմուկից ձերբազատվելու եւ ներքին ներդաշնակության հասնելու երրորդ խորհուրդը՝ մտքերդ գրի առ եւ ինքնարտահայտվիր։ Անչափ կարևոր է ներհայեցողական գրառումները։ Անցած ոդքասթի ընթացքում ես արդեն ասել եմ, որ երբ որ բացասական մտքեր ենք ունենում, շատ կարևոր է, որ այդ բացասական մտքերը թղթին հանձնենք, որովհետև երբ որ բացասական մտքերը թղթին ես հանձնում, դրանք կորցնում են իրենց իշխանությունը եւ ազդեցությունը, դու կարծես բերման ես ենթարկում դրանց։ Իսկ երբ որ դրական մտքերն եք թղթին հանձնում, դրանք իշխանություն եւ ազդեցություն են ձեռք բերում, հակառակ արդյունքն է լինում, եւ այդ գրավոր միտքը սկսում է քեզ ուղղորդել։ Հետևաբար շատ կարևոր է, որ գրավոր կերպով ինքնարտահայտվենք։ Դրանով հանդերձ մենք լռեցնում ենք աղմուկը մեր ներսում։ Վերջիվերջո թուղթ ու գրիչի հետ ընկերություն անելը բավականին դրական ձևով է ազդում մեր գիտակցության վրա, մեր հայացքների վրա, մեր արժեքների վրա եւ խթանում է ստեղծագործական մոտեցումը, զարգացնում է մեր վերլուծական մտածելակերպը։ Աղմուկից ազատվելու եւ ներքին ներդաշնակությանը հասնելու 4-րդ խորհուրդը՝
քայլիր բնության մեջ, բայց առանց ականջակալների։ Իհարկե, երբեմն ականջակալները օգտակար են, որ մեզ կտրում են միջավայրի աղմուկից, բայց երբ որ դու բնության մեջ ես, կարիք ունես բնության ձայնը լսել։ Բնությունն էլ ձայն ունի։ Ծառերը, քամին, օդը, բուսականությունը, կենդանությունը եւ այդ ամենը միայն օգտակար են լինում մեր ներաշխարհի համար, մեր հոգեկան աշխարհի համար, մեր մտավոր աշխարհի համար։ Հետևաբար քայլիր բնության գրկում, եթե հնարավոր է, բայց առանց ականջակալների, որպեսզի կարողանաս լսել թե բնության ձայնը եւ թե քո ներքին ձայնը։ Եվ վերջին 5-րդ խորհուրդը. սովորիր լսել եւ զանազանել քո մեջ հնչող ձայները։ Վերջ-վերջում մեր մեջ շատ ձայներ են հնչում եւ որոշ ձայներ օգտակար են, որոշ ձայներ վնասակար են, որոշ ձայներ մերն են, որոշ ձայներ էլ օտար ձայներ են։ Եվ երբ որ մենք լռության մեջ ենք, միայն այդ ժամանակ է, որ կարողանում ենք զանազանել այդ ձայների աղբյուրը, այդ մտքերի աղբյուրը զանազանել։ Արդյոք այդ միտքը ինձանից է, արդյոք այն Աստծուց է, իսկ միգուցե այդ միտքը չարից է, միգուցե այդ միտքը դրսից է եւ ամենևին իմ մտքերը չեն դրանք։ Ուրեմն այս ամենը կատարվում է լռության մեջ։ Հիշեք, լռությունը մեր մտքի համար եւ մեր հոգեբանության համար լաբորատորիա է։ Մենք կարողանում ենք այնտեղ զտել, զանազանել, տարբերակել եւ նաեւ որոշել որն է աղբը եւ որն է օգտակարը։ Վերջի վերջո քո ուղեղը աղբաման չէ։ Հետևաբար թույլ մի տուր, որ ամեն տեսակի աղմուկ եւ աղբ, տեղեկատվական աղբ լցվի քո ներսում եւ ախտահարի քեզ եւ թունավորի քո կյանքը, քո միտքը Աստծո կողմից ծրագրված տարածք է, ճշմարտությունը ընդունելու, սիրո մասին խորհելու, երկնքի ձայնը լսելու համար, բայց երբ այն լցվում է աղմկոտ ու անիմաստ տարերով, այն դադարում է իր կոչմանը ծառայել։ Հետևաբար քո միտքը աղբաման չէ։ Մաքրիր աղբից քո միտքը եւ կտեսնես քո կյանքի որակը ինչպես է բարելավվելու։ Աղմուկը մեզ խլացնում է, խելքահանանում, իսկ լռությունը բժշկում։ Կուզենամ այս միտքը նորից կրկնեմ։ Աղմուկը մեզ խլացնում է եւ խելքահանանում, իսկ լռությունը երբեմն կարող է լավագույն բժիշկը լինել մեզ համար, խաղաղեցնել մեզ։ Ուզում եմ ավարտել մի պատմությամբ։ Մի անձնավորություն, որ ապրում էր Տեխասի ֆերմաներից մեկում, այսինքն գյուղացի էր, որոշեց այցելել իր ընկերոջը, որն ապրում էր Նյու Յորք քաղաքում։ Նրանք միասին զբոսնում էին Նյու Յորքի աղմկոտ փողոցներով, երբ հանկարծ գյուղացի ընկերը կանգ առավ եւ իր քաղաքաբնակ ընկերոջ հետեւյալն ասաց. «Լսում ես արդյոք ծղրիդի ձայնը»։ Քաղաքաբնակ ընկերը կամարանքով նայեց իր գյուղաբնակ ընկերոջը եւ ասաց. «Այս աղմուկի մեջ, այս մեքենաների ազդանշանների ներքո դու ինչպես ես կարող լսել ծղրիդի ձայնը»։ Գյուղաբնակ ընկերը իրեն չկորցրեց, իր ձեռքը տարավ դեպի գրպանը, մեկ բուռ մետաղադրամ հանեց, շաղ տվեց փողոցով։ Երբ որ մետաղադրամների ձայնը հնչեց, մարդիկ, որոնք քայլում էին, կանգ առան, եւ գյուղաբնակ ընկերը դիմեց իր քաղաքաբնակ ընկերոջը եւ հետեւյալն ասաց. «Դուք միշտ լսում եք այն, ինչին ձեր ականջը ուղղված է։ Դուք սովոր եք լսել փողի ձայնը, մեքենաների ձայնը, ազդանշանը, դրա համար դուք չեք լսում ծղրիդի ձայնը, բնության, թռչունների ձայնը։ Իսկ իմ ականջը վարժված է լսել եւ զանազանել բնության ձայնը»։ Սրա մեջ մեծ ճշմարտություն կա։ Եթե մենք անդադար մեզ վարժեցրել ենք լսել ահաբեկող ինֆորմացիա եւ փնտրել նման տեղեկատվություն, կորզել, կուլ տալ, հետեւաբար մեր ներաշխարհն էլ կքայքայվի այդ աղբից։ Բայց եթե մենք մեզ վարժեցնենք այդ աղմուկի մեջ զանազանել ճշմարիտ ձայնը, ապա ձեռք կբերենք հոգեկան եւ հոգեվոր ներդաշնակություն։ Եվ ամենավերջում մի անձնական խորհուրդ իմ փորձառությունից։ Ներքին աղմուկից եւ աղբից ազատվելու համար խորհուրդ կտամ դասական երաժշտություն լսես։ Հատկապես շատ լսի Բախի, Շոպենի եւ Վիվալդի ստեղծագործությունները։ Գիտականորեն ապացուցված է, որ այս երեք նշյալ անձանց ստեղծագործությունները
դրական ազդեցություն են գործում մարդու ուղեղի աշխատանքի վրա, բարձրացնում են արտադրողականությունը, տրամադրությունը, ուշադրության կենտրոնացումը եւ բարերար միջավայր են ստեղծում, անգամ կարգավորում են արյան ճնշումը։ Եթե դուք նման փորձառություն երբևէ ունեցել եք, ապա մեկնաբանության մեջ գրեք, կիսվեք ձեր փորձառությամբ, թե դասական երաժշտությունը ինչպես է ազդում ձեր հոգեկան եւ մտավոր աշխարհի վրա։ Անջատենք ամեն տագնապեցնող աղմուկը մեր կյանքում։ Թույլ չտանք, որ մեր ականջները ռադիոընդունիչի նման անդադար ալիքներ փնտրեն, ինֆորմացիա որոնեն, որտեղ ինչ եղավ, ինչպես եղավ, ով ում սպանեց, եւ անդադար այդ աղմուկը ներգործում է մեր մեջ, ներթափանցում է մեր մեջ, ստեղծելով անբարենպաստ միջավայր մեր հոգևոր եւ հոգեկան ներդաշնակության համար։ Խուսափենք դրանից, հասնենք այն աստվածային լռությանը, որտեղ կարող ենք լսել նրա ձայնը, մտնենք մեր աղոթքի սենյակը, դուռը փակենք մեր ետևից, փակենք մեր ականջների եւ աչքերի դռները եւ կենտրոնանանք Աստծո վրա, նրա խոսքի վրա եւ թույլ տանք, որ Աստծո հոգին խոսի մեզ հետ։ Իսկ հիմա աղոթենք։ Մեր երկնային Հայր, շնորհակալ եմ քեզանից, որ ինձ լսելու կարողություն ես տվել։ Բայց այդ կարողությունը նրա համար չի, որ ես անդադար իմ լսելիքները տամ աղմուկին եւ աղբին։ Իմ սիրտը նրա համար չի, որ դառնա աղբաման, իմ միտքը նրա համար չի, որ ամեն տեսակ աղբ լցվի այնտեղ։ Ուրեմն օգնիր ինձ եւ մաքրիր իմ ներսը, մաքրիր իմ սիրտը, մաքրիր իմ հույզերը ամեն տեսակ աղմուկից, օտար ձայներից, կպչուն մտքերից եւ քո խոսքով եւ քո հոգով հանդարտեցրու իմ հոգին։ Օգնիր, որ ես հանդարտվեմ եւ լռության մեջ հասկանամ, որ դու ես իմ Աստվածը, որ դու տիրապետում ես իմ կյանքին, որ ամեն բան քո վերահսկողության ներքո է։ Ազատիր ինձ տագնապների ձայնից, ազատիր ինձ խռովեցնող, շփոթեցնող ձայներից եւ քո մեղմ ձայնով շշնջա ինձ հետ։ Աղոթեցի Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ էիք։ Հուսով եմ այս նյութը օգտակար եղավ ձեզ։ Եթե այդպես է, ապա կխնդրեմ, որ դնեք լայքի նշանը եւ ակտիվ լինեք մեկնաբանությունների պատոհանում, կիսվելով ձեր փորձառությամբ։ Լուսավորվենք եւ լուսավորենք։